Բացի Հայաստանից չկա որևէ այլ պետություն, որտեղ 24 տարի անընդմեջ բացառապես հաղթի գործող իշխանությունը եւ այդ երկիրը համարվի ժողովրդավարական։ Որևէ ընտրություններում ընդդիմությունը հաղթող չի ճանաչվել։ Եվրամիություն Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին նրան հակադրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։ Եթե որևէ ընդդիմադիր տեխնացու, եթե հանկարծ ինքը ընդունի, որ ինքը ընտրություններում պարտվել է, ապա մյուս ընդդիմադիր տեխնացուները վարկանապես կսկսեն մեղադրել տվյալ տեխնացուին ծախված լինելու։ Նիկոլ Փաշինյանը հիշեց Եվրանեստում Սերժ Սարգսյանի ելույթը, թե Հայաստանում հավաքների ազատություն է։ Պատգամավորը հակառակ փաստերը ներկայացրեց։ Հայտնի ցուցարար, նախկին զինվորական եւ ազատամարտիկ Վոլոդիա Ավետիսյանը այսօր բանտում է գտնվում։ Մեկ այլ հայտնի ցուցարար, խորհրդային ժամանակների քաղբանտարկյալ եւ քաղբանտարկյալի որդի Շանթ Հարությունյանը իր ավելի քան 1 տասնյակ համախոհների հետ նույնպես բանտում է։ Դա բարեբախտաբար դեռ միայն պարոն Փաշինյանի եւ էլի մի խումբ հայաստանյան քաղաքացիների կարծիքն է։ Բուրըն քննարկման առի դարձավ Աղվան Վարդանյանի ելույթը, երբ նա խոսեց Հայոց ցեղասպանության դատապարտման հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Եվրոպական խորհրդարանի պատվիրակության նախագահը նրան հարց ուղղելով մեջբերեց թուրք դեսպանի խոսքերը։ Չեք կարծում, որ հայկական կողմը պետք է քայլ անի եւ ասենք ԼՂ որոշ տարածքների զիջումը կօգնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Խոսք չի կարող լինել Թուրքիայի հետ հարաբերություն ունենալու առումով զիջումներ կատարել Լեռնային Ղարաբաղի որևէ շրջան։ Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը իր հերթին հիշեցրեց, որ Ադրբեջանը իր զինամթերքի 88%-ը ձեռք է բերում Ռուսաստանից, որը թեև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պարտավորված է որևէ կողմի զենք չմատակարարել։